Ուրեմն ես Տաթևիկն եմ, զինվորի հպարտ մայր այս պահին, սակայն ունեմ մի դժգոհություն, ընդհանրապես մի դժգոհություն, որ զինծառայության մասին օրենքը փոխեցին, ժամկետը կրճատեցին, սարքեցին 1.5 տարի, նախկին 2 տարվա փոխարեն, բայց օրենքին չտվեցին հետադարձ ուժ, որպեսզի դա ազդի նաև 2025 թվականի ամառային զորակոչի վրա։ Գրել ենք նամակներ, դիմումներ, ստացել ենք բոլորս նույն պատասխանը, որ օրենքը չունի հետադարձ ուժ։ Միևնույն ժամանակ ականատես եղանք վերջերս նոր օրենք հրապարակվեց, Շանհայի վարկանիշային 50 համալսարանների բուհերը ընդունվածները ազատվում են զինծառայությունից առհասարակ, եթե գալիս են հայրենիք ու աշխատում են 3 տարի, այսինքն ընդհանրապես ազատվում են։ Այդ օրենքի տվեցին հետադարձ ուժ, սակայն զինծառայության ժամկետի կրճատման մասին օրենքին ոչ մի կերպ չեն կարողանում ազդել 2025 թվականի ամառային զորակոչի տղաների վրա։ Նրանք դասարանցիներ են, հասակակիցներով գնում են ավելի ուշ մերոնցից բանակ, բայց գալիս են ավելի շուտ։ Այդտեղ հոգեբանական շատ անհավասարություն կա տղաների միջև եւ այլն։ Կրկնում եմ բոլոր ծնողների անունից, ոչ մեկիս զինվոր տղան ոչ մի բանից չի դժգոհում, մենք չունենք ընդհանրապես ոչ մի խնդիր, մեր երեխեքը պարկով, պատվով ծառայում են, միակ պահանջը մեր կառավարությանը եւ օրենք գրողներին կոպիտ ասած նաեւ որ օրենքը այնպես անի, որ ազդի նաեւ 2025 թվականի ամառային զորակոչի վրա։ Գոնե իրանց ժամկետը կրճատվի, նույն տարի 2 զորակոչ, ինչ պատճառաբանությամբ է, կեսին տալիս են 1.5 տարի, առաջի կեսին մնում են 2 տարի։ Կամ թող հետադարձ ուժ տան օրենքին, կամ արձակուրդները ավելացնեն, նենց որ գա հավասարվի։ Այդ մեր կարծիքով միակ անարդարությունը այս պահին դա է։ Մեր պահանջը այդ է, ուրիշ ոչ մի բան, ոչ ուտելիքից ենք դժգոհ, ոչ հագնելիքից, ոչ խմելիքից, ոչ մի բանից։ Այս պահին մեր խնդիրը դա է, որպեսզի կրճատեն նաև ամառվա զորակոչի զինվորների զինծառայության ժամկետը։ Տաթևիկ ջան, քանի որ դուք նշեցիք անարդար վերաբերմունք է մյուսների նկատմամբ, շատ ենք լսում նաև օրինակ քաղաքացիներից, որ նրանք համաձայն չեն այդ օրենքի հետ։ Նշում են, որ օրենքը սխալ ձևով է ձևակերպվում եւ զինծառայության ժամկետ օրինակ չպետք է կրճատվեր կամ ինչ-որ պայմաններ ավելի ստեղծվեին 2 տարին մնար։ Օրինակ այդ պարագայում դուք ինչ կասեք այդ 2 տարին կրճատելու եւ 1.5 Նայ, ես մասնագետ չեմ, առավելևս զինվորական մասնագետ չեմ տիրապետում քանակներ եւ չգիտեմ ինչից ելնելով են կրճատել, պետք է կրճատել, թե պետք չէ կրճատել, 2 տարի պիտի մնա, թե 3 պիտի դառնար, ես դրան չեմ տիրապետում, չեմ կարա դա չեմ ուսումնասիրել, միայն մի բան, որ կրճատել են ձմեռային զորակոչիկների ծառայության ժամկետը, նույն տարվա ամառային զորակոչիկների թողել են նույնը։ Մեր բոլորի պահանջը այդ է, թե ինչ պիտի լիներ, ոնց պիտի անեին, շատ էր քիչ է, չգիտեմ, չեմ տիրապետում ոչ զորքի քանակից, ոչ չգիտեմ ինչի են արել։ Ես չգիտեմ ինչի են տենց արել։ Հա, ես չգիտեմ ինչի են տենց արել, բայց կարծում եմ արդար կլինի, որ նաև ամառվա զորակոչիկների վրա անդրադառնա 1.5 տարի զառայության ժամկետը կամ առնվազն արձակուրդներով բերեն հավասարացնեն, չնայած ես կարծում եմ, որ օրենք գրողը եւ օրենքը հաստատողը կարա նաեւ օրենքի տա հետադարձ ուժ ինչ որ լծակներով եւ այլն ասի դե լավ մեղմացնի նենց չի էլի որ դա երկաթյա կանոնն է օրենքը չունի հետադարձ ուժ ու վերջ օրենքին կարա 10 հետադարձ ուժ օրենքը տենց երկնքից չի ինգել էլի կարծես այդ օրենքը շատ հապճեպ ընդունվեց այսինքն միանգամից ընդունվեց եւ միգուցե նաեւ դա է պատճառը որ չեն կարողանում համակարգել այդ ժամանակահատվածը հնարավոր է շատ արագ որոշեցին չգիտեմ ինչի արագ որոշեցին բայց նաեւ կարծում եմ չեմ ուզում մտածել որ նախընտրական ինչ որ գովազդ էր դա, եթե նախընտրական գովազդ է, հիմա լավ կանեն, որ ամառային զորակոչն կրճատեն 1.5 տարի սարքեն, կարող է ամառային զորակոչի ծնողներն գնան ներկայիս իշխանությանը ընտրեն օրինակ, եթե դա գովազդ է, թող նենց անեն, որ ավելի շատ ունենային ընտրողներ։ Չեմ կարծում, որ գովազդ էր դա նախընտրական քայլ էր, էլի, չգիտեմ։ Համենայնիվ մեր կարծիքով բոլոր ծնողների անունով, ով կա, չգիտեմ, քանի որ զինվոր կա, բոլորիս անունից կարող եմ ասել, որ մեր պահանջը կրճատել 2025 թվականի ամառային զորակոչի ծառայության ժամկետը։ Չնայած այն բանի, որ բոլորիս տղաները անխտիր բոլորիս հենց այս պահին պոստում կանգնած են։ Այսինքն այնտեղ երեխեքը տեղյակել չեն, մենք ինչ ենք անում, ոչ մի դժգոհություն չունեն, ոչ մեկ չի նվնվում։ Մենք որպես ծնող մտածում ենք անարդար է, ինչի սենց այլն է։ Ոնց որ մի երեխան գնա 7 տարեկանից դպրոց, ասեն դու 7 տարեկանից է դպրոցը, այն երեխան ասեն դու լավ երեխա ես, արի դու 5 տարեկանից գնա,
12 տարեկանում կավարտես, այսինքն տրամաբանություն չեմ հասկանում։ Տարին ունի 2 զորակոչ։ Օրենքը հանել են, պետքա վերաբերվի տվյալ տարվա զորակոչի վրա։ Ես այդպես եմ կարծում, իմ կարծիքով ծնողները շատերն են։ Դասարանցիները գնում են ուշ։ Մենք չենք խոսում նրա մասին, ով ուշ գնաց, ով շուտ գնաց։ Մենք խոսում ենք 2025 թվականի ամառային զորակոչի մասին։ 2025 թվականի ձմեռային զորակոչներ են մեր երեխեքը։ Մենք չենք տարբերում։ Լավ է, որ գոնե իրանք տարուկես են ծառայելու, բայց խնդրանք հորդոր բողոք դիմում, որ մերոնք էլ ծառային գոնե 1.5 տարի։ Կամ արձակուրդներով բերեն, կարան կոմպենսացիաներ անեն, բերեն հավասարություն, որ երեխեքը մեկը չգնա ասի դու քիչ ես ծառայել, ես շատ եմ ծառայել, դու սենց տես ես քեզից ուշ եկա, բայց քեզանից շուտ եմ գնում տուն, դա կա, էլի, գիտեք, մեր հայերը սիրում են գլուխ գովալ։ Այդքանը, ուրիշ պահանջ չունենք պետությունից։